21 թվականի թիմ ընտրությունները չունեն նման քաղաքականացված երանգ, բոլորս ենք դա տեսել, իսկ կոնկրետ այս ընտրությունների մեջ տեսնում ենք նաև մեծ քաղաքականություն, որ Գյումրեցու քվեից կախված շատ բան է փոփոխվելու։ Դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել չարիքի իշխանությունից։ Եթե ԿՊ-ն շանսերը որքան եք գնահատում։ Եթե քարոզարշավի ընթացքում օրերը երկար լինեն եւ մենք հասցնենք յուրաքանչյուր գյումրեցու մեր ծրագրերի մասին բացատրել, շփվել իրենց հետ, իմ կարծիքով նման ընտրակարգով, ընտրահամակարգով շատ դժվար է 50+-ի հասնելը, բայց մենք անպայման կհասնենք, որովհետեւ Գյումրեցին հոգնել է այդ հին ու նոր խաղից, հոգնել է այդ սև ու սպիտակի բաժանումից եւ ովքեր որ հասցրել են ծանոթանալ մեր հետ, նրանք քիչ չեն, ֆիքսել են, որ հենց այդ նոր փոփոխությունը, այդ նոր մոդելի կառավարումը եւ Գյումրուն արժանի միավորը հենց մենք ենք։ Իդեպ իշխանությունները հենց այդ ձեր ասած թեզն են անդադ առաջ տանում, ձեզ թիրախավորում են, որ այ դուք մի ուժի հետ կապ ունեք, ասենք Քոչարյանի, մյուսը Սերժ Սարգսյանի, մյուսը չգիտեմ ում, Վարդան Ղուկասյանին առանձին են թիրախավորում, որ եթե նրանց ձայն տակ Վարդան Ղուկասյանին եկելի ձայն տալու գալու են, այսինքն այսպեսի կոպիտ ասած բոքսի տանձիկներ իր համար sense սարքել, որը այդ թեզերով նորից մարդկանց վանի ձեզանից եւ Բայց կարող են կերակրել այդ թեզերով այսօր։ Գյումրեցիները դուք շփվել եք, դա աշխատող է, իրանք ինչ են մտածում։ Մեր մասով պատասխանեմ, երբ որ վերջի 24 ժամը փորձեցին լկտի պահվածքով ինչ որ պաստառներ տվել, անսահմանափակ եւ հրավիրել նաեւ ուրիշ մարզերի երեխաների, որովհետեւ Instagram-ներում կար ստորիներ, որտեղ իմ նկարն էր պատկերված եւ վարկաբեկող բաներ էր գրված։ Մեր երիտասարդները օրնիբուն աշխատելով հայտնաբերել են իրենց, երբ որ հարց են տվել, թե ինչի է անում, իրանք են պատասխանել, թե 15000 դրամ փող են տվել, ճանապարհածախսն են տվել, որովհետեւ գան կանենք, մենք գյումրեցի չենք։ Այսինքն գյումրեցիները չեն ցանկացել, այ։ Այսինքն այդքան ռեսուրս ծախսել են ձեզ սևացնելու համար։ Չի անում։ Փորձեցին, տեսնելով բնական վարկանիշի աճը, տեսնելով որ թաղերում երթերի ժամանակ մարդիկ ինքնաբուխ են դուրս գալիս եւ միանում մեզ, մեր շարժին, իրենք հասկացան, որ այդտեղից վախենալու բան ունեն։ Եվ ես հենց հիմա կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, այն մարդկանց, ովքեր որ հենց ինքնուրույն տեսել են այդ պաստառները, պոգել են, նկարել են եւ ուղարկել են ինձ իմ անձնական Facebook-յան էջին, որ տեսեք, մենք ենք դա անում, առանց ճանաչելով ցեզ, ուրեմն ես հասկանում եմ իրենց վախերը, իրենց այդ վերջին 2 օրվա բռնաճնշումները, որ նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ եւ շտաբի պետի հեռախոսը, բոլորս գիտենք, չէ՞, 21-րդ տարում հեռախոսն ինչ է իրանից ենթադրում։ Ամբողջ ինֆորմացիոն դաշտը այնտեղ է եւ խելելով այդ հեռախոսը փորձեցին խոչընդոտել մեր 18:00-ի հավաքը ամսի 27-ի, բայց իրենք չպատկերացրեցին, որ մենք շատ ավելի պրոֆեսիոնալ ենք եւ մեկ մարդուց կախում չունի մեր թիմը։ Յուրաքանչյուրը իր վրա վերցրեց պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելու, գերազանց անցկացվեց եւ հիմա էլ շարունակում է մեր թիմը բոլոր ոլորտներում առաջատար եւ կոչ եմ անում գյումրեցիներին ընտրատեղամաս հաջախելուց լավ հասկանան, իրենց պետք է քաղաքապետարան, որտեղ մուտք գործելուց կհասկանան, որ այդ նաեւ իրենցն է եւ հենց իրենցն է, ոչ թե ինչ որ մեկը մայլի տղեկով հավաքված նստած փորձում է խելքների փչած անել, այլ ստեղծելու է նաեւ քաղաքապետարանին կից կառույց, ովքեր բանիմաց մարդկանցով են համալրված եւ կարողանա ճիշտ լավ մեթոդներով, նոր մոդելներով քաղաքի կառավարման որակը փոխել, նաեւ վերջ տալով, այո, նաեւ վերջ տալով այն թայֆաբազությանը եւ կերտելու նորը եւ գյումրեցիները պետք է այս պահին հասկանան ողջ լրջությունը, իրենց քվեի ողջ լրջությունը հասկանալով պետք է ազատվեն այդ իրենց համար չսիրված
այսպես նուրբ ասեմ, նախքին բարք ու վարքերը։ Խախտումների մասին ահազանգեր կան, մասնավորապես գծի հետևից, ինչ որ ահազանգեր։ Ես գալիս եմ այնտեղից եւ ձեզ կարող եմ թույլ տուր ես պատմեմ, հա, շատ տպավորիչ տեսարաններ էին։ Սև մեքենաներով, այո։ 3 երեկոյան մեր համակիրներից նորից նկարահանել են ավտոբուս վրացական համարներով, որը Բերլին հոթելի դիմաց է կանգնել եւ այնտեղից բազմաթիվ մարդիկ են իջել այնտեղ։ Խորհուրդ կտամ նաեւ գնաք Բերլին հասկանաք։ Ես ասում եմ վրացական համարներով, ես չգիտեմ մեջից Ջավախահայերն են իջել, թե հնդիկներն ու պարսիկները, թե ովքեր։ Գնացեք նաեւ այնտեղ լուսաբանեք, հասկացեք ովքեր են այնտեղ։ Թոշակառուներն են։ Այս վերջում մի բան էլ ականատես եղա, մի Ջավախահայ կնոջ երբ որ հարցրեցին, ասում են որ Ջավախահայությունը գալու է քվյարկի, պատասխանեց ասավ ինչի հո մենք անթասիբ չենք, որ Ջավախահայ ենք, ուրեմն բլի Այսինքն նրանց բերել են այստեղ, որ իրենց քվյարկությունը իրականացնեն, ինչ որ մեկի համար, համենայն դեպս այդ ռեսուրսը կարող է միայն իշխանությունը ունենալ։ Մենք նաև լսել ենք թոշակներով են սպառնացել, թե իբր կկտրենք, եթե դուք չգաք այստեղ։ Չգիտեմ, մենք դեռ կհասցնենք ստուգել, բայց ես ձեզ ասեմ, որ մենք Սարիկ Մինասյանի, այսինքն իշխանական տեխնացուի թաղամասից են գալիս, որտեղ երկու ընտրատեղամասեր իրար մոտ են եւ նրանց հենց արանքում եւ 50 մետրը չգերազանցող տարածքում, այսինքն արդեն օրենքի խախտումով գտնվող տարածքում նրա շտաբն էր, որը արտաքին պատերից չուներ որևէ նշան, որ ինքը շտաբ է, բայց ներսում, ինչպես մեզ ահազանգողներ ասել, ԿՊ-ի որջ են ստեղծել եւ այդ տեղով են մտնում դուրս գալիս կամ այդ տեղով են անցնում ընտրողները դեպի տեղամասեր։ Մենք իհարկե տեսանյութերը ունենք, մենք նաեւ ստիպել ենք, հարկադրել ենք ոստիկանությունը, որ արձանագրություն կազմի, այդ թվում ՀԱՅՔՎ-ին։ Ձեզ ասեմ, որ դիտորդական առաքելություն իրականացնող թերևս միայն ՀԱՅՔՎ-ն էր, որ փորձեց արձագանքել, մյուսները առանձնապես վրթոված չէին ու չէին էլ փորձում ստուգել։ Եվ ասեմ, որ մեքենաները կանգնած էին իրենց մեջ մարդիկ հսկում էին ամբողջ շարժը։ Դուք կարող եք ասել այսպիսի դեպքերը կազդեն ընտրական արդյունքների վրա, թե ոչ։ Շնորհակալություն ձեզ, որ հենց հիմա ամբողջ Գյումրիին եւ գյումրեցիներին բացատրեցիք ինչ է տեղի ունենում։ Գյումրեցիներ ձեզ տեսնեմ, արժանի պատասխանը տվեք, արժանին ստացեք, ես ձեզ վստահում եմ։ Սարիկ Մինասյանը վստահ է, որ ինքը բացարձակ առաջատարն է։ Եթե Նիկոլ դառնա քաղաքապետ, ընտրվեք, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը գան Գյումրի, դուք որպես քաղաքապետ կգնաք նրանց դիմավորել։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը մեր յուրաքանչյուր Գյումրու զարգացման ծրագրերին կողմ լինի եւ ցույց տա, որ առավոտից իրիկուն իր համար տեսլական է դարձրել Գյումրի զարգացումը, որին ես չեմ հավատում։ Այսքանը ձեր հարցի պատասխանը։ Պարոն Սիմոնյան, իսկ ինչ մտավախություն։